Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, ես Ագնեսայից իմացա, որ ես կաշառել եմ Ռուսաստանը, չգիտեի, որ թափս այդ աստիճան է, այդ մակարդակի է, ոնց որ ինքնագնահատականս բան արեց, էյապես փոխվեց, էյապես, բայց քանի որ հնչեցվեց այս հանգամանքը, ես իմ ելույթը այսօր կսկսեմ հենց արտաքին քաղաքականությունից։ Ուրիշ բան է մի քիչ պլանավորում, փոխենք ընթացքի մեջ։ Նայեք, ինչ է արտաքին քաղաքականությունը եւ ինչ նպատակներ պետք է հետապնդի յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականությունը։ Առաջի հերթին պետք է սպասարկի այդ պետության շահերը, անվտանգային եւ տնտեսական։ Ուրիշ նպատակ արտաքին քաղաքականությունը չունի։ Պետք է գնահատվի ռիսկերը եւ այդ արտաքին քաղաքականությամբ, դիվանագիտությամբ, շփումներով տարբեր երկրների հետ, նախապատվություն տալով այն երկրները, որոնք ավելի կարևոր են կամ ավելի քիչ կարևոր են, հասկանալ հետեւյալը եւ առաջ մղել հետեւյալը։ Եթե կան ռիսկեր, ոնց է այդ ռիսկերը չեզոքացնում եւ քո անվտանգությունը ամրացնելու համար դու բարեկամներ ես ձեռք բերում։ Սա է արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը։ Երկրորդը տնտեսականը։ Երկիրը պետք է գնահատի ինչ ուղղություններով ավելի շահեկան կլինի այդ հարաբերությունները այլ երկրների հետ եւ զարգացնի այդ ուղղությունը։ Շատ պարզ է։ Մեկ սիրում են, չէ, ինչ որ բարդացնել, իբրև ինչ որ բարդ process-ներ են, բարդ չի, շատ պարզ խնդիրներ են։ Բայց տվյալ դեպքում ինչ անում այս իշխանությունը։ Այս տարածաշրջանում մի քանի 100 տարի մրցել են իրար հետ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Չէ, այսպես է եղել։ Եվ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա։ Եվ ինչ պիտի անի արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության, բալանսավորել այդ ուժերի ներկայությունը այստեղ, զսպել Թուրքիայի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա, իսկ դա այլ կերպ, քան Ռուսաստանի հետ ուղղակի չես կարող անել, որովհետև չկա այս երկրագնդի վրա այլ երկիր, որը կարող է հակակշռել։ Ինչ է անում այս իշխանությունը, ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար, ամեն ինչ։ Բայց Ռուսաստանը ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող պետություն է, ուժ է։ Ռուսաստանը նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է։ Կրկնեմ այս միտքը։ Հայաստանի Հանրապետության բնակչության 80%-ի բարեկեցությունը զգալիորեն կախված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից։ Հասկանում, սա փաստ է։ Եվ չես կարող դու ուղղակի այս փաստից փախնել, ինչ ուզում ես արա։ Ինչ է անում այս իշխանությունը, հետևողականորեն վատթարեցնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես չեմ հիշում երբևէ անկախությունը ձեռք բերելու օրից, որ Ռուսաստանի պաշտոնյաները այսպիսի կոշտ հայտարարություններ անեին Հայաստանի նկատմամբ։ Չի եղել այդպիսի բան։ Անվտանգության խորհրդի քարտուղար, տեղակալ, նախագահի հանդիպումը Փաշինյանի հետ վերջերս որ եղա Մոսկվայում, ուղղակի ասում են դիվանագիտական լեզվով սկզբից, հիմա ոչ դիվանագիտական լեզվով, ասում են խելքներդ հավաքեք, դուք պրոբլեմներ եք ունենալու, մի արեք։ Եվ եթե հետևում ենք իմ հարցազրույցներից, ես մոտ 2-3 ամիս է ասում եմ մի արեք, փորձանք եք բերում մեր ժողովրդի գլխին։ Գինը դուք չեք տալու, գինը տալու է մեր ժողովուրդ։ Մի պարզ օրինակ։ Լավ, Զելենսկին պարտադիր պետք է գար եւ Հայաստանի Հանրապետությունից այդպիսի հայտարարություններ աներ
Ռուսաստանի վերաբերյալ։ Սա այդպիսի մեծ անհրաժեշտություն էր Հայաստանի համար, այն մարդը իր սեփական երկիրը ավիրեց, ուղղակի ավիրեց սեփական երկիրը։ Եվ ամենից հետաքրքիրը Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո թվում էր, թե այս իշխանությունը պետք է մի քիչ հետ քաշվի, հետ չեն քաշվում։ Հայտարարություններ են անում, որ մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, հայտարարություններից հետո անմիջապես քայլեր են անում ճիշտ հակառակ ուղղությամբ։ Օրինակ վերջերս եկավ Լիտվայի նախագահը եւ Հայաստանում ստորագրվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր Լիտվայի հետ։ Ես Լիտվայի դեմ ոչինչ չունեմ, բայց Լիտվայի արտգործնախարարը մի քանի օր առաջ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հարձակվի Կալինինգրադի վրա։ Կալինինգրադը Ռուսաստանի տարածք է։ Դու չես կարող իսկապես երկու աթոռի վրա նստել, չի լինի։ Ուրեմն դուք պետք է համադրեք, եթե ձեզ համար Լիտվայի հետ հարաբերությունները այդքան կարևոր է, Ռուսաստանից ավելի կարևոր է, գնացեք ձեր լոլիկը, վարոնգը մեր գյուղացիներին, ծաղիկները, բանը ծախեք Լիտվային։ Մոտ 2-8 միլիոն բնակչություն է եւ 20,000-անոց բանակ։ Եվ թող Լիտվան դառնա նաեւ անվտանգային հակակշռող ինչ-որ մի պետություն հարավային Կովկասում։ Լուրջ այդպես եք մտածում։ Ինչի է բզում անընդհատ բզում։ Աշխարհում կա 3 գերպետություն։ Միացյալ Նահանգներ, Չինաստան, հիմա հավասար հարթությունների վրա են, մի քիչ ավելի զիջող Ռուսաստանը։ Ինչի է մեր գլխին փորձանք բերում։ Եվ մի քանի ամիս է անընդհատ դրա մասին խոսում ենք։ Եվ արդեն հետևանքները կան, որովհետև դուք գիտեք, ռուսները հետով շփվել է, համբերատար կսպասեն, բայց որ կջայնանան, պրոբլեմ եք ունենալ։ Հիմա ասում են պարզմա, որ ոչ թե իրենք են այս բզելով հաստրել այն վիճակին, որ լարցում արդեն խնդիրներ ունեն։ Պարզմա մենք ենք ընդդիմությունն է դա արել։ Ու կաշառքով։ Ընդդիմությունը գիշեր ցերեկ Ժորժ ջան, ասում ենք, զգուշացնում եք, ասում եք մի արեք, ասում այդ երկիրից լավ գիտե։ Տողերի արանքով եմ կարդում, չի կարելի, պարզմա մենք ենք մեր յուղացիների համար պրոբլեմներ ստեղծ։ Մենք այդ պրոբլեմները լուծելու ենք։ Հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ից այդ բոլոր հարցերի լուծումը տալու ենք, շատ կտրուկ։ Ամբողջ աշխարհում հետևյալն են, մեծ պետությունները ինչ են անում։ Տարբեր առևտրային ռեժիմներ են սահմանում տարբեր երկրների հետ, կապված թե ինչ կարգի հարաբերություններ ունեն այդ երկրի հետ։ Եթե երկիրը բարեկամ երկիր են համարում, մոտիկ են համարում, արտոնյալ պայմաններ են ստեղծում։ Եթե երկիրը ավելի մոտիկ չեն համարում կամ բարեկամական չեն համարում, ռեժիմները ուրիշ են։ Նայեք Միացյալ Նահանգները ինչ անում։ Եթե թշնամական երկիր են համարում, ապա լրիվ սանկցիաների տակ են դնում, ամեն ինչ արգելում են։ Ուղղակի այսպես է աշխատում առևտուրը ընդհանրապես աշխարհում, միջազգային առևտուր, ուրիշ մեխանիզմ այստեղ չկա։ Հիմա դու տանում ես արտաքին քաղաքականություն, որը հակառակ ուղղությամբ է քո տնտեսական շահերին։ Ոչ մի երկիր Ժորժ ջան, այդպես ուղղակի չի վարվում։ Ոնց որ կենցաղում քո գործատու ում հետ որտեղից դու աշխատավարձ ես ստանում, ընտանիքդ պահում ես, դու անընդհատ գնաս հետը կռվես, անընդհատ պրոբլեմներ ստեղծես, բզես, գնաս իր ընտանիքի հետ կռվես։ Իհարկե վերջում գործդ կորցնելու ես։ Հիմա նույնը միջազգային հարաբերություններում է։ Հիմա ինչ պիտի անենք այս ամենից բրցնելու համար։ Չի դադարվելու, կուրսը պետք է փոխվի, ուղղությունը պետք է փոխվի, այս մարդիկ ընդունակ չեն դա անել, ուրեմն այս մարդիկ պետք է փոխվեն, եւ այս մարդկանց փոփոխությունը անմիջապես շատ արագ բերելու է նաեւ ընդհանուր փոփոխության։ Մենք այս պրոբլեմներից ազատվելու ենք այս մարդկանցից ազատվելու հետ միասին։ Փորձել եմ շատ պարզ լեզվով բացատրել, հասկանալի է։
Ժորժան, ես այստեղ գալուց մեքենայով մի բան եմ նկատել եւ տարբերությունը մի քանի տարվա եւ հիմիկվա մեկ պարսկական մեքենա չեմ տեսել, ֆուր մեծ չեմ տեսել, չգիտեմ, ենթադրում եմ, որ նաեւ այն խնդիրները, որը Պարսկաստանում են, երևի այդ խնդիրների պատճառով, չէ՞։ Դուք նաեւ ձեր գործում երևի զգում եք։ Նայեք, աշխարհակական իրավիճակի փոփոխություն անմիջապես հետևանքները մենք տեսնում ենք, բախվում ենք այդ հետևանքների հետ նաև մենք։ Դրա համար ուղղակի շեշտը մեկ անգամ էլ դնեմ։ Աշխարհագրությունը, այդ գեոպոլիտիկան դաժան բան է։ Երբեք մի արաքայլեր խոշոր հզոր պետությունների շահերի բախման կետում հայտնվելու։ Խուսափի դրանից։ Խուսափի, որովհետև գլխացավանքը մեծը լինելու։ Հիմա տեղական հարցերի վերաբերյալ մենք նաև հրայրի հետ քննարկել ենք կան, ինչքան գիտեմ, տարածվում են լուրեր, թե հենց մենք գանք, ինչքան ծրագրեր կա, սա կանգնացնելու ենք, ոչինչ բան չի շարունակվելու, տների շինարարության համար գումարները ինչ որ տրամադրում, ծրագրեր եւ այլ։ Նայեք, մենք այն քաղաքական ուժը չեն եւ ես այն մարդը չեմ, որ գամ կանգնեմ, ասեմ, ես իմ զրոյական կետից եմ սկսում։ Իրենք են սկսել զրոյական կետից եւ այդ զրոյական կետի գինը եղավ Արցախի ազնումը։ Ավելի ճիշտ եղավ պատերազմը 5000 զոհ տարածքային կորուստներ, իսկ դրանից հետո նաև Արցախի ամբողջական կորուստ։ Որտեղ այդ զորայական կետը 18-19 թվականից էր ասում, որ զորայական կետից եմ սկսել։ Մենք զորայական կետից չենք սկսել, մենք նայելով ենք։ Ինչն է օգտակար մեր ժողովրդի համար, ուրեմն այդ ծրագրերը շարունակվելու են, ինչն է վնասակար մեր ժողովրդի համար։ Վնասակարը ակնհայտ դպրոցների այսպես կոչված օպտիմիզացիան է։ Որտեղ դպրոց փակելը նշանակում է գյուղ փակել։ Այդպես ենք մենք ընկալում։ Մարդկանց աշխատանքից ազատել միայն նրա համար, որ անդիմադիրին ձեռես տվել, իհարկե այդպիսի բան չպետք է լինի, եւ մարդիկ պետք է պատժվեն դրա համար։ Եթե կա ծրագիր, որը աշխատում է, սկսել է աշխատել, թերություններով, ուրեմն այդ թերություններն եք շտկելու։ Եթե խոսքը գնում է բժշկական ապահովագրության մասին, դա մենք վաղուց ենք ասում, որ դա պետք է։ Հիմա իրենք նախընտրական նպատակների համար դա արեցին, մենք դա բարելավելու ենք, որ նաև բժիշկները դժգոհ չլինեն, որովհետև բժիշկների մի զգալի մասը այդ ծրագրից դժգոհ են։ Իրենց հաշվին է ինչ որտեղ։ Ուրեմն այս խնդիրն ենք լուծելու, բարելավելու ենք։ Եթե կան այլ ծրագրեր, եւս այն ծրագիրը, որը ժողովրդի շահերից է բխում, շարունակվելու է, բարելավվելու է, որովհետև մենք ինչ էլ սրանք անեն, մեկ է այդ արհեստավարժությունը չունեն, մակերեսային մարդիկ են, անգրադետ են, իրենց ասելով տգետ են ինքնահռչակ։ Մենք այդ ամենը շատ ավելի լավ ենք անելու։ Գումարած այն ամենը, ինչ մենք խոստանում ենք։ Մեր մոտեցումն է սա, մենք չենք գալիս քանդելու, քանդողը սրանք են։ Մենք գալիս ենք կառուցելու, ժողովուրդ ջան, կառուցել։ Իշխան Սահակյանը մի բան ասեց սկզբից, ասեց, որ մի քաղաքացուց ինչ որ հող են վերցրել եւ ասում են, որ Հայաստանի հողը։ Գիտեք, նույնիսկ իրենց լեքսիկոնի մեջ այդ խնդրեմը կա։ Քաղաքացու հողը չեն համարում Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ գտնվող հող։ Հասկանում եք, սա մտածելակերպ է։ Եթե իր կառավարության սեփականությունը չի, ուրեմն հեչքի Հայաստանին էլ չի։ Ուրեմն իր տակ պիտի լինի, իր ազդեցության տակ պիտի լինի, որ համարի դա որ Հայաստանի հող։ Այս շենքում մենք կանք, սա ինվեստիցիա է, սա սեփականություն է։ Բայց սա Հայաստանի տարածքի վրա է, Հայաստանի հողի վրա է եւ սա ծառայում է Հայաստանի Հանրապետությանը նաեւ։ Հարկատու է։ Սրանք բան են, sense աչքը դարած ումից ինչ խլեն եւ հայտարարեն, որ Հայաստանի Հանրապետությունը հարստացավ մեկ մեքենայով, մեկ Range Rover-ով, մեկ չգիտեմ ինչով։ Ժողովրդի ունեցվածքը մեկը, սա Հայաստանի Հանրապետության, այսպես ասենք, ընդհանուր ունեցվածքն է։
Եթե ինչ որ բան ապօրինի է եղել, օքեյ, վերցրեք, բայց մտածելակերպը այսպեսինն է։ Ինչ որ փայ են մտնում մեծ բիզնեսների մեջ եւ ասում են վերադարձրել ենք Հայաստանին։ Օրինակ, նույն բաշխիչ ցանցերը կամ Քաջարանի բենզեն մոլիբդենային կաբինետ։ Իսկ ում էր ծառայը։ Ում էր հարկ տալիս։ Կամ որ երկրի քաղաքացիներն էին աշխատում այդ գործարանում, աշխատավարձ են ստանում եւ եկամտահարկ են տալիս, գործարանն է հարկ տալիս։ Այս մտածելակերպը ցույց է տալիս, որ իրենց էությամբ ժողովրդի շահերի հետ առնչություն չունեն, ուղղակի կապ չունեն։ Եվ այն ինչ անում են բիզնեսի նկատմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումների մոտիվացիան տակից sense քոքից կտրում են։ Քոքից կտրում են եւ պատճառը դա է, որ օրինակ վերջի 1 տարվա ընթացքում օտարերկրյա ներդրում Հայաստանում չկա։ Իսկ սա նշանակում է երկարատև առումով լրջագույն խնդրեմ տնտեսության համար։ Այս քայլերը վերանայվելու են։ Մի կասկածեք։ Եվ այդ վերանայող ուժը Հայաստան դաշինքն է։ Ուրեմն հունիսի 7-ին համար 17, հունիսի 7 համար 17